Վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ իշխող վարչախմբի կողմից Արցախայցյան նկատմամբ ատելության մի նոր քարոզ է սկսվել, որը հատկապես դրսևորվում է համացանցում և Facebook-յան տիրույթում։ Թեմայի վերաբերյալ ես մեկնաբանություն եմ խնդրել երգան կատարող Լիլիթ Բլեյանից։ Ողջույն Տիկին Բլեյան։ Ողջույն Դավիթ։ Տիկին Բլեյան, տեսեք, ֆիքսեցինք, որ վարչախումբը ատելության նոր քարոզ է սկսել Արցախայցյան նկատմամբ, և դուք էլ երեկ բավականին հետաքրքիր և նաև էմոցիոնալ գրառում կատարեցիք, որը ուղիղ առնչություն ուներ այդ թեմային, և ինչ կասեք այդ մասով, ինչ խնդիր է փորձում լուծել վարչախումբը հերթական անգամ թիրախավորելով արցախցիներին։ Չեմ կարծում հերթական անգամ, սա շարունակական պրոցես է և խնդիրը ինձ թվում է մի թեթև վերլուծական միտք ունեցող մարդու համար անմիջապես հասկանալի է դառնում, փորձում են և եթե մենք ճիշտ արձագանք չտանք այդ ամեն ինչին, նրանց որոշակի հաջողություններ կարող են գրանցվել, իրենք փորձում են շրջել պատմության, ինչ ասեմ, փորձում են շրջել պատմության արտապատկերումը, իրենք փորձում են ներկայացնել այնպես հակաուտոպիաների լավագույն ավանդույթներով, որ ասում է ճիշտը սուտ է, սուտը ճիշտ է, իրենք ուզում են ներկայացնել, որ այն ինչ որ կատարվել է Արցախում, ոչ թե իրենց պատճառով է կատարվել, այլ իրենց օրոք է ընդամենը կատարվել և ինչ-որ այդպիսի չար, փիս, գիտեք, ինչ-որ ուժեր, մութ, դրանց իրենք են այդ ամենը արել, ընդ որում հիմա արդեն շատ սահուն եկել հասել են նրան, որ այդ ամեն ինչ կատարվել է Արցախում, հենց արցախցիների մեղքն է, սա իրենց հիվանդ այդ բորբոքված ուղեղով կարողանում են ձևակերպել այդպիսի բաներ, հիմա հարցը այստեղ գիտեք որն է, որ մենք պիտի հասկանանք, որ ինչ որ կատարվում է Facebook-ում, ինչ որ կատարվում է, չգիտեմ, սոցցանցերում, դա արտաքին դրսևորում է, կա որոշում, որը կայացվում է ինչ որտեղ փակ կաբինետներում, ինչ որտեղ, որտեղ մարդիկ ունեն տիրապետում են ռեսուրսների, որտեղ գործի է դրվում քարոզչական այդ հրեշավոր մեքենան, դա շատ կազմակերպված և նույնիսկ սպիտակ թելերով երևացող մի կառույց է, որը կառավարվում է հստակորեն, չեն էլ թաքցնում արդեն, իրենց այդ հեգեմոնների կողմից, որոնք ժամանակավոր զբաղեցնում են Հայաստանի Հանրապետության ղեկավար պաշտոններ, և ես ուզում եմ մենք հասկանանք բոլորս, որ այդ ահռելի հակաքարոզը, որ գնում է արցախցիների հանդեպ, իրականում դա ծնունդ է առնում կաբինետներում, այսինքն ինչ-որ գլուխներում է ծնունդ առնում, որոնք գտնվում են այդ կաբինետներում, և դա մեր հասարակ մարդկանց, Հայաստանի Հանրապետության ժողովրդի զգացումները չեն, նրանց պատկերացումները չեն, նրանց անձնական վերլուծության հետևանքը չեն, այդ ամեն ինչը կազմակերպված արշավ է և պարտադրվում է հասարակության այդ քարոզչության առավել տրվող, հեշտ տրվող խմբերին, պարտադրվում է, գիտեք, քարոզչությունը այնպիսի բան է, այդքան պետք չի մտածել, թե մենք դրա դեմ կարող ենք ինչ-որ ուղղակի ինչ-որ ստատուս գրելով բան առնել կամ ուղղակի բարի ցանկություններով, կա պետական լուրջ մեքենա, իրանք ունեն իրենց շոշափուկները, իրենք տրամադրում են մեծ լուրջ միջոցներ և փորձում են այնպես անել, որպեսզի այդ ահռելի մեղքը, որը իրենց վրա արդեն գրվել է և դա որևէ ձև չի, ինչ քարոզչություն ուզում է իրենք անեն, դա չի մաքրվելու, Արցախի հայաթափման և 2020 թվականից սկսած մի ամբողջ սերնդի զոհաբերման, իրենք ուզում են ինչ-որ քարոզչական այդպիսի մեքենայություններով փորձել մաքրել, ես կուզեի, որ մենք իրենց հստակ ասեինք, որ նույնիսկ եթե իրենք գործի դնեն աշխարհի ամենախորամանկ մեքենաները քարոզչական, այդ ամեն ինչը չի մաքրելու իրենց անունը պատմության դասագրքերից,
Այն մարդկանց անունները, որոնք շարունակում են այդքանից հետո գտնվել Նիկոլ Փաշինյանի կողքին եւ ծառայել իրեն, ոչ թե կատարել իրենց աշխատանքը մասնագիտական եւ այլն, հա, որովհետեւ պետական մեքենան գիտեք շատ մեծ է եւ ծածկում է հանրապետության կյանքի բազմաթիվ ոլորտներ, այլ այն մարդիկ, ովքեր գիտակցաբար գտնվում են այդ քաղաքական թիմի կողքին, հանդիսանալով այդ քաղաքական մտքի, եթե դա կարելի է միտք անվանել, կրողը, այդ մարդիկ արդեն իրենց անունները գրել են այնպես, որ դա ջնջել ոչ մի քարոզչություն չի կարողանալու, այնպես որ իրենք լավ կանեն լրիվ ուրիշ կերպ վերաբերվեն հարցին, այսինքն կա միայն մի ձև, եւ դա քարոզչությունը չի, դա դուրս գալ եւ ասել, գիտեք, ես հասկացել եմ ինչ է կատարվել, ես ընդունում եմ իմ բաժինը, ես չգիտեմ ներողությունը կբրկի թե չէ, բայց ես փորձում եմ ամեն դեպքում իմ անունը հանել այնտեղից, վստահ չեմ, որ ստացվելու է, այս պահին արդեն շատ ծանր ճանապարհ են իրենք անցել։ Տիկին Բլեյան, տեսեք, դուք մշակութային ոլորտի ներկայացուցիչ եք եւ ժամանակին մշակույթի ոլորտի ներկայացուցիչները շատ ավելի ակտիվ էին իրենց քննադատություններում, տարբեր երևույթների հետ կապված, բայց ներկա վարչախմբի օրոք մենք տեսնում ենք, որ ըստ էության հատուկենտ մշակութային գործիչներ են, ովքեր համարձակվում են իրենց ձայնը բարձրացնել այս ամենի վերաբերյալ, ինչու է լռում մշակութային հանրությունը ըստ ձեզ։ Ես տարաբաժանումը վերջին շրջանում գնալով ավելի դժվար եմ ընդունում, որովհետև այդ քարոզչական ահռելի այդ մեքենան ինքը եւ գիտեք ներառում է ոչ միայն բանավոր քարոզչություն, ոչ միայն աշխատում է մարդու այդպես վերլուծական ունակությունները բթացնելու ուղղությամբ, աշխատում է նաև այլ ուղղություններով, ի վերջո պետությունը հզոր մեքենա է եւ ունի բազմաթիվ հնարավորություններ մարդկանց լռեցնելու, այդ հնարավորությունները ուժային են, ֆինանսական են եւ այլն, բայց ինձ այդ ամեն ինչը չի հետաքրքրում։ Ինձ չի հետաքրքրում, ասենք, եթե մարդը, որը մի քիչ ավելի տաղանդավոր է, մի քիչ ավելի, ասենք, ինչ որ մի նեղ ոլորտում, չգիտեմ, լավ երաժշտություն է գրում կամ լավ նկարում է կամ չգիտեմ, ինչ տաղանդներ ունի այլ, ինչով է ինքը տարբերվում մյուսներից, չգիտեմ, գիտնականից, ուսուցչից, ինձ այդ տարբերությունը այդքան էլ հասկանալի չի։ Այլ հարց է, որ այն մարդը, ով արվեստի գրող է իրեն համարում, ինքը իր ներսում սովորաբար ունենում է այդպիսի նուրբ զանգակներ, որոնք կոչնակ են հնչեցնում վտանգի պահին, եւ դա ինձ ավելի անհանգստացնում, քան այդ զուտ այդ խոսելու պահը, այսինքն եթե մենք ունենք անվտանգության համակարգ, որը կարող ենք պատկերացնել այդ արտաքին երևույթներով, կլինի բանակը, կլինեն այլ զինված միավորներ Հայաստանի Հանրապետության, կա ներքին անվտանգություն, որը այդ մարդիկ են, որոնք հնչեցնում են զանգը։ Ինձ այդ ավելի անհանգստացնում, որ գուցե մենք այդ բանն ենք կորցրել ներքին այդ վտանգի, ներքին այդ արդարության, էմպաթիայի, դա շատ ավելի ցավալի կլինի գիտակցել, եթե մենք դա կորցրել ենք։ Բայց մյուս կողմից ես տեսնելով քարոզչական այս ահռելի ուղղակի ամպը, որ պատել է մեր ամբողջ դաշտը, հակված եմ կարծելու, որ այսօր առաջ են բերվում այդ նույն մեքենայի կողմից մարդիկ, որոնք ինչ որ բարձր ձայնով խոսում են եւ հնչեցնում են թեզեր, որոնք ձեռնտու են իշխանությանը, եւ դրա տակ լրացվում ու չեն երևում, մանրանում են մնացած բոլոր կարծիքները։ Ես ասեմ ինչու ես հատկապես որոշեցի երեք այդպիսի տեքստ գրել, շատ ծանր իրականում ինձ համար, որովհետեւ գիտեք բաներ կա, որ չես ուզում ասել։ Հասկանալի է, որ դու այդ ամեն ինչը զգացել ես։ Ես չեմ սիրում այդ պոպ մշակույթը, խոսել այն հենց այս պահի երևույթների մասին, չգիտեմ, մարդկանց լացացնելը, հա, ես համարում եմ բան մի քիչ ավելի պարզ գործիք մարդկանց գիտակցության վրա ազդելու համար, բայց սա այդ պահն է, երբ մենք պիտի բոլորս, ովքեր ձայնի ինչ-որ մի հնարավորություն ունեն, խոսենք այնպես, որ այդ քարոզչության գոնե մեր բաժնով, այդ մեր մի փոքր բաժինը կարողանանք ծածկել։ Հակառակ դեպքում ստեղծվում է տպավորություն, որ իրենք ուժեղ են, որ իրենք շատ են, որ իրենք հզոր են, որ իրենք ճիշտ են,
Իսկ այն մարդիկ, որոնք լրիվ այլ կերպ են զգում եւ լրիվ այլ կերպ են տանում այս ամեն ինչը, իրենք մարգինալներ են։ Ես ուզում եմ, որ մենք այս պահին ֆիքսենք մեզ համար, որ ոչ, իրականում մարգինալները հենց իրենք են, եւ այդպես էլ կա, որովհետեւ մենք տեսնում ենք ընդհանրեն ինչ որ անհասկանալի բլոգերների, ես չգիտեմ, որ երկրում ծվարած, որտեղից ինչ են խոսում, ովքեր են իրենք, իրականում այդ մարդիկ, որ երեք դեռ միջև անազգանուն չունեին, այսօր հայտնվել են ինչ-որ բաներ են բացատրում ժողովրդին, արդեն հասկանալի է, որ մենք գործում ենք կազմակերպած ինչ-որ խմբի հետ։ Եվ այդ խումբը տեխնիկապես ջարդել գուցե դժվար է, բայց եթե մենք որպես հասարակություն հասկանում ենք այդ վտանգները, պիտի ուրեմն մեր ձայնով ծածկենք նրանց ձայները եւ ցույց տանք, որ մենք ենք ավելի մենք ենք կրողը այսօրվա մեր իրականության, իրենք իրականության հետ ոչ մի կապ չունեն, իրենք ժամանակավոր երևույթներ են եւ շուտով չեն լինելու։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ կարեւոր մեկնաբանության համար։ Թեմայի վերաբերյալ սիրելի հայրենակիցներ, ես զրուցեցի երգահան կատարող Լիլիթ Բլեյանի հետ։